Նախորդ դասերի ընթացքում մենք ուսումնասիրել ենք ինտերվալները, սակայն այս դասի ընթացքում մենք կսովորենք ինտերվալների աստիճանները։ Ինչպես նախորդ դասերին մենք սովորել ենք, ինտերվալը դա տարածությունն է երկու հնչյունների միջև։ Անպայման պետք է լինի երկու հնչյուն, 1-2։ Դրանց միջև տարածությունը կոչվում է ինտերվալ։ Ինտերվալը լինում է հարմոնիկ, օրինակ, երբ որ մենք նվագում ենք միաժամանակ ինտերվալները, այս տեսակը կոչվում է հարմոնիկ, այս դեպը։ Երբ որ մենք նվագում ենք ինտերվալը հաջորդաբար, ահա, սկզբից հիմքի նոտան ենք նվագում, հետո գագաթինը։ Այս ձևն կոչվում է եղեդային կամ մելոդիկ։ Ինտերվալները ներքևի ձայնը, ինչպես ասացի, կոչվում է հիմք, իսկ վերևի ձայնը կոչվում է գագաթ, ահա։ Կվինտա ինտերվալի հիմքը ռեն է, գագաթը լյան։ Եվ այսպես շարունակ, օկտավա հիմք, գագաթ։ Ինտերվալները, ինչպես նախորդ դասին մենք խոսել էինք, լինում է երկու տեսակ։ Կոնսոնանս, երբ որ հնչում է բավական հաճելի ականջին, եւ դիսոնանս, երբ որ շատ սուր եւ լարված հնչողություն ունի։ Այս ինտերվալներն են կոչվում են դիսոնանս, ականջին ոչ այդքան հաճելի։ Նաև ամենակարևորը մեր ինտերվալն է, բոլոր ինտերվալները ունեն աստիճանային մեծություն եւ տոնային մեծություն։ Պրիման 1 թիվն է, առաջին աստիճանն է, սեկունդան երկրորդ, տերցիան երրորդ, կվարտան չորրորդ, կվինտան 5-րդ, սեքստան 6-րդ, սեպտիման 7-րդ, օկտավան 8-րդ։ Հիմա ցույց տամ ստեղնաշարի վրա։ Պրիման առաջին աստիճանն է, առաջին նոտան դո է, դո նոտայից ցույց տամ, առաջին նոտան դոն է, երկրորդ նոտան էլ է դոն, քանի որ առաջին աստիճանն է, ահա, երկրորդ աստիճանը, նայեք, առաջին նոտան, երկու նոտա է, չէ, երկու նոտաների միջև տարածությունն է, առաջին նոտան դոն է, բնականաբար երկրորդ նոտան կլինի հարևան նոտան, ահա, ստացվեց ռե, դո, ռե, սա սեկունդան է, երրորդ աստիճանը, հիշում եք, տերցիան երրորդն էր, առաջին նոտան դոն է, հաշվում ենք 3 աստիճան, 1, 2, 3, ստացվում է տերցիա, ահա, սա մեր տերցիան է, առաջինը դոն է, կվարտան, 1, 2, 3, 4, չորրորդն է, ահա, կվարտա 4, ահա, 5-րդ աստիճանը կվինտան է, դոյից հաշվում ենք 5, 1, 2, 3, 4, 5, սոլ է ստացվում, ուրեմն սոլը կլինի 5-րդ ինտերվալը, 3, 4, 5, 6, սեքստան 6-րդ ինտերվալներ, եթե հիշում եք, 6-րդ լա, ահա, 7-րդ ինտերվալը սեպտիման է, 1, 2, 3, 4, 5, 6, 7, դո, սի, սա 7-րդ ինտերվալն էր և 8-րդ ինտերվալը, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, օկտավը, նայեք, իրենց մեջ տարածությունը 8 նոտա է, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, ահա, սա էլ մեր աստիճանային մեծությունն է, մենք ունենք նաև տոնային մեծություններ, երբ հաշվում ենք կիսատոներով կամ տոներով, որ ինտերվալի մեջ, որ ինտերվալը քանի տոներից կամ կիսատոներից է բաղկացած, բայց դա նախորդ դասին մենք ուսումնասիրել ենք։ Ինտերվալները ավելի լավ հեշտ մտապահելու համար եկեք միասին նվագենք և երգենք։ Prima, secunda, tertia, quarta, quinta, sexta, septima, octava։ Իսկ հիմա հաջորդաբար նվագենք հարմոնիկ տարբերակը։ Prima, secunda, tertia, quarta, quinta, sexta, septima, octava։ Ավելացնենք նաև աստիճանները։ Prima 1, secunda 2, tertia 3, quarta 4, quinta 5, sexta 6, septima 7, octava 8։ Վերջնական ամփոփենք նաև պրիման 1, պրիման և օկտավան հեշտ է հիշել, պրիման 1-ն է, օկտավան 8-րդն է, պրիման 1, սեկունդա 2, տերցիան 3-րդ աստիճանն է, կվարտան 4-րդ, կվինտան 5-րդ, սեքստան 6,
սեպտիմա 7, օկտավա 8։ Մենք նվագեցինք մելոդիկ տարբերակը, երբ որ հաջորդաբար էինք նվագում, իսկ հիմա երգը նվագենք նաև հարմոնիկ տարբերակով։ Պրիմա 1, սեկունդա 2, տերցիա 3, կվարտա 4, քվինտա 5, սեքստա 6, սեպտիմա 7, օկտավա 8։ Ահա, մենք մտահպահեցինք բոլոր աստիճանները, իսկ հիմա եկեք ես ձեզ հարցնեմ թվային տարբերակը, պրիման որ աստիճանն է, սեկունդան, տերցիան, կվարտան, քվինտան, իսկ դուք պատասխանեք։ Սեքստան, որ թիվն է սեքստան։ Այո, 6-րդ, 1, 2, 3, 4, 5, 6։ Տերցիան, ճիշտ պատասխանն է 3-րդ, 1, 2, 3։ Քվինտան, 1, 2, 3, 4, 5, 5, ճիշտ պատասխանը։ Կվարտան, ճիշտ պատասխանն է 4, 1, 2, 3, 4։ Օկտավան, 8, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Սեկունդան, 2։ Այս ալիքը գոյություն ունի ձեր շնորհիվ, եթե ցանկանում եք աջակցել, թողնում եմ քարտի համար։ 1, 2։ Եթե ունեք հարցեր, բաժանորդագրվեք և գրեք կոմենտարիաներում ձեր հարցերը։